Բարև ձեզ, իմ շատ սիրելի հետևորդներ։ Եկեք այսօր միասին պատրաստենք մի շատ համեղ թխվածքաբլիթ, ոչ միայն համեղ է, շատ նուրբ է ու գեղեցիկ։ Իհարկե տեսքը շատ կարևոր է մեր խմորեղենի, այդ պատճառով եմ նշում, որ գեղեցիկ է, բայց համը անմահական է, շատ համեղ թխվածքաբլիթ է։ Որոշեցի, որ անպայման պատրաստենք, քանի որ կրեմային չէ ու ամեն դեպքում կօգտագործվի այս շոքերին։ Այսպես, մեզ հարկավոր է ալյուր, կեֆիր, շաքարավազ, կարագը կարող եք փոխարինել բուսայուղով, հոգչե, ձու, փխրեցուցիչ, կարող եք փոխարինել սոդայով, վանիլին եւ աղ։ Հետո մեզ հարկավոր է շագանակագույն շաքարավազ կամ դարչինով շաքարավազ, որը որ դուք նախատեսում եք, որը որ դուք սիրում եք։ Այսպես, ուրեմն սկսեցինք արդեն, մեզ հարկավոր է ձուն կոտրել, մի փոքր հարում ենք աղի հետ, շաքարավազը, սիրելիներ, չափաբաժինները չեմ ասում այստեղ դրված, որովհետև ես երկու բաժին եմ պատրաստում, կգրեմ բաղադրատոմսերի բաժնում մեկ բաժնի չափը։ Ավելացնում ենք կեֆիրը, և փխրեցուցիչը, նորից հարում ենք, ավելացնում ենք վանիլը, մեկ թեյ գթալ վանիլ է հարկավոր, գիտենք, որ այստեղ երկու թեյ գթալ է։ Նորից մի փոքր հարում ենք և արդեն ավելացնում ենք կարագը հալված վիճակում։ Հիմա այնքան ենք խառնում, որ զգանք շաքարի հատիկները և շաքարային վանիլի հատիկները հալված են։ Ավելացնում ենք արդեն ալյուրը, երբ որ համոզվեցինք, որ շաքարի գնդիկներ չկան։ Մի փոքր բահիկով խառնում ենք և հետո արդեն ձեռքով կհունցենք։ Հիմա դատարկում ենք սեղանին և արդեն սեղանի վրա ենք հունցելու մի փոքր, մինչև ստանանք համասեռ զանգված։ Ստանալու ենք փափուկ, ձեռքերին չկպչող խմոր, բայց շատ փափուկ։ Ուրեմն բաժանեցի ես երկու մասի և մեկ մասը բաժանելու ենք 12 գնդիկի, փոքրիկ գնդիկներ ենք ստանալու։ Մենք երկրորդ գնդի հետ կիսելու ենք 12 մասի ենք բաժանում։
Սիրելիներս, այստեղ ես ունեմ երկու ձվի դեղնուց և երկու ճաշի գտալ կաթ, քանի որ երկու բաժին է ինձ մոտ, ես երկու ձու եմ վերցրել, ձվի դեղնուց եմ վերցրել, դուք վերցրեք մեկը, եթե մեկ բաժին եք անելու, այսինքն 12 հատ թխվածքաբլիթ եք ստանալու։ Հիմա խառնեմ իրար ձուն և կաթը։ Ուրեմն այստեղ ես ունեմ և շագանակագույն շաքարավազ և դարչինով շաքարավազ, սովորական շաքարավազը դարչինով խառնած։ Հիմա տեսեք, վերցնում ենք այսպես։ Ձվի մեջ, տեսեք, հետո արդեն շաքարի մեջ և Հիմա վերցնում եք սուր դանակ, որը որ կկտրի խմուրը լավ, ու տեսեք այսպես կտրում ենք։ Մեկ րոպե ես տապակը տեղավորեմ շորի վրա, որ չպտտվի, այսպես, տեսեք, և կտրում ենք։ Թխելու ենք 180 աստիճանի տակ, վերև ներքև ռեժիմով, պատրաստ լինելուց արդեն կմիանա։ Սիրելի բարեկամներ, պատրաստ են արդեն մեր գեղեցիկ, համեղ, նուրբ ու արագ պատրաստվող թխվածքաբլիթները։ Այսպիսի տեսք ունեն, տեսեք, շատ փափուկ են իրենք, եփված, սա շագանակագույն շաքարավազովն է, իսկ սա արդեն դարչինով և շաքարավազովն է, տեսեք, հիմա կեսեմ մի հատ, տեսեք, փշրվում է, այնքան փափուկ է, եփված, լավ, և շատ համեղ բույր է տարածվել մեր խոհանոցում։ Սիրելիներս, շատ արագ է պատրաստում, արդեն նշեցի, դուք էլ պատրաստեք, մանավանդ, որ ես գիտեմ, որ մեր հայերը բոլորն էլ սիրում են սուրճի, թեյի հետ, անպայման մի քաղցր բան ունենալ տանը, սա հենց այն խմորեղենն է, որ կարելի է ամեն օր տանը ունենալ։ Եվ շատ բաղադրիչներ էլ չի պահանջում, արագ պատրաստվում է։ Այսպես սիրելիներս, շնորհակալ եմ, որ կդիտեք մինչև վերջ, ձեզ բարի դիտում եմ մաղթում, մենք էլ սուրճ կխմենք հիմա, սիրում եմ բոլորի, ցտեսություն, մինչ նոր համեղ հանդիպում իմ խոհանոցում։